Առանց ռազմաբժշկության սանհրահանգիչների բուժակների թիկունքի պաշտպանությունը անհնար կլիներ։ 1992 թվականին պատերազմական տարիներին էլ ստեղծվեց ռազմաբժշկական ուժերի վարչությունը։ Մասնագիտական համադրումը շարունակական է, փաստում է Արտաշես Փարսադանյանը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավորը բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։ Ավելի կարող են ապահովել մեր բանակի եւ ընդհանուր առմամբ զինված ուժերի, ոչ միայն մեր բանակի, այլ զինված ուժերի բուժապահովման խնդիրները, սկսած համալրման պահից, նրանց հետազոտություններից, պրոֆիլակտիկայից կամ կանխարգելիչ միջոցառումներից, այսպես ասած, վերջացրած բուն ծառայության ընթացքի բուժապահովումը։ Ռազմաբժշկական ծառայությունը Հայաստանում զարգացած է։ Տարիների հեռվից կարող են գնահատել, համեմատելու եզրեր անգամ չկան։ Հետպատերազմյան շրջանում կառուցել են շինություններ, հոսպիտալներ, ամբուլատորիաներ, ստեղծվել են ռազմաբժշկական կանխարգելիչ ծառայություններ, որոնք լիովին կարող են ապահովել զինված ուժերի բուժսպասարկումը։ Մեր զինվորների առողջությունը, ես կարող եմ ասել, գտնվում է լավ ձեռքերում։ Մեզ մի խնդիր է մնում բանակում լուծելու։ Ժամանակին հայտնաբերել ժամանակին եւ միջոցներ ձեռք առնել։ Սա մեր խնդիրն է։ Մենք ամեն օր աշխատում ենք այդ խնդրի վրա եւ ասեմ, որ նախկինում նման խնդիրների լուծում մեզ հնարավորություն է տվել։ Հիվանդացությունը բանակում նվազեցնել մինչեւ հազարավոր անգամներ։ Սակայն գաղտնիք չէ, որ հատկապես վերջին ժամանակահատվածում քիչ չեն դեպքերը, երբ զինվորը տևական ժամանակով հոսպիտալացվում է ավելի ուշ, քան անհրաժեշտ է լինում։ Փաստեր, որոնք հաճախ հիմնավորվում են զինվորի հանկարծակի վատանալու հանգամանքով։ Ինչ վերաբերում է ձեր Հովհաննես Վարդանյանին կոնկրետ, ես տվյալ դեպքի վերաբերյալ արդեն հանդես եմ եկել եւ լրիվ մանրամաս բացատրությունները կան։ Հոգեկան շեղումները։ Դրանք, այսպես ասած, աստվածային պատիժներ են, որոնք արտաքուստ չի երևում։ Դուք կարող եք տեսնել հրաշալի կառուցվածքով, շատ գեղեցիկ, երբեմն նաեւ լավ մտքերով, լավ առաջարկներով երիտասարդի, բայց իմանալ հոգու մեջ ինչ կա եւ այդ հոգին երբ գլուխ կբարձրացնի, սա այլ խնդիր է։ Եթե հանկարծ պատերազմական վիճակ լինի, բանակը մարտունակ է եւ լիովին պատրաստ դիմակայելու թշնամուն, հավաստիացնում է զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը։ Մնում է զգոն լինել եւ հիշել, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի թեւավոր արտահայտությունը։ Գիգանուշ Աբրահամյան, Միլենա Պողոսովա, ժամը լրատվական։